Լոռու մարզում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները, որը անհետացել է Փամբա գետի հատվածում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո։ Պաշտոնական տվյալներով որոնողական աշխատանքները շարունակվում են արդեն մի քանի օր և ներգրավված են բազմաթիվ ծառայություններ, փրկարարներ, ոստիկաններ, ջրասուզակներ, կամավորներ, ինչպես նաև տեխնիկական միջոցներ, ԱԹՍ-ներ և նավակներ։ Այս դեպքը դարձել է հանրային մեծ ուշադրության դեպք և յուրաքանչյուր նոր տեղեկություն մեծ արձագանք է ստանում ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ լրատվական դաշտում։ Հունիսի 15-ին ժամը 14:15-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Առափնյա փողոցի հատվածում երեխա է ընկել Փամբա գետը։ Սկզբնական տեղեկությունների համաձայն դեպքը ներկայացվել է որպես մեկ երեխայի ընկնելու դեպք, սակայն հետագա պարզաբանումների արդյունքում հաստատվել է, որ խոսքը երկու անչափահաս քույրերի մասին է՝ 7 և 13 տարեկան։ Հետագայում նույն օրը ժամը 17:05-ին 112 ծառայությունը կրկին ահազանգ է ստացել, որ երկու երեխաներ դուրս են եկել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից և չեն վերադարձել նախատեսված վայր։ Ականատեսների փոխանցմամբ երեխաները փորձել են անցնել թաղամասով անցնող գետի վրա տեղադրված խողովակի վրայով, ավելի կարճ ճանապարհ անցնելու նպատակով։ Այդ ընթացքում 7-ամյա երեխան սայթաքել և ընկել է գետը, իսկ նրան օգնելու փորձ կատարած 13-ամյա քույրը նույնպես հայտնվել է ջրում։ Դեպքը տեղի է ունեցել արագ հոսք ունեցող հատվածում, ինչը բարդացրել է փրկության հնարավորությունները։ Դեպքից անմիջապես հետո սկսվել են լայնածավալ որոնողական աշխատանքներ։ Գետում և հարակից տարածքներում աշխատում են ՆԳՆ Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում ջրասուզակներ և հատուկ պատրաստված խմբեր։ Որոնումներին մասնակցում են նաև Սևանի ջրասուզակները 4 մասնագետներից բաղկացած խմբով, ինչպես նաև Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումներ։ Աշխատանքներին ներգրաված են նաև ոստիկանության Տարոնի բաժնի համայնքային ոստիկաններ, որոնք ապահովում են տարածքի անվտանգությունը և աջակցում որոնողական գործողություններին։ Բացի պետական կառույցներից, որոնումներին մասնակցում են նաև կամավորական խմբեր, այդ թվում Ողջ մնալու արվեստ կազմակերպության ներկայացուցիչները։ Օգտագործվում են նաև անօդաչու թռչող սարքեր, նավակներ և այլ տեխնիկական միջոցներ գետի տարբեր հատվածները ուսումնասիրելու համար։ Հունիսի 17-ին Փամբա գետում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 7-ամյա Նարէ Մարտիրոսյանի մարմինը։ Դրանից հետո որոնողական աշխատանքների ամբողջ ուշադրությունը կենտրոնացվել է նրա 13-ամյա քրոջ Նարինե Մարտիրոսյանի վրա։ Ներկայումս նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ պաշտոնական հաստատված տեղեկություն չկա և որոնումները շարունակվում են առանց դադարեցման։ Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են ինչպես գետի հունում, այնպես էլ ափամերձ տարածքներում։ Փրկարար ծառայությունը պարբերաբար հայտնում է, որ աշխատանքները իրականացվում են հերթափոխով և հնարավոր բոլոր միջոցների կիրառմամբ։ Իրավապահ մարմինները միաժամանակ ուսումնասիրում են դեպքի բոլոր հանգամանքները, պարզելու, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական դեպքը։ Այսօր արդեն 5-րդ օրն է, ինչ Լոռու մարզում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները Փամբա գետի հատվածում։ Դեպքի վայրում աշխատանքները չեն դադարեցվում, նույնիսկ բարդ եղանակային պայմանների և գետի ուժեղ հոսքի պայմաններում։ Փրկարարները հերթափոխով շարունակում են զննել գետի տարբեր հատվածներ, թե մակերեսային, թե խորքային մասերում։ Պաշտոնական տվյալներով որոնողական աշխատանքները համակարգվում են ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից։ Գործընթացում ներգրաված են նաև մասնագիտացված ջրասուզակներ։ Վերջին օրերին որոնողական աշխատանքները ընդլայնվել են, ներառելով ավելի երկար հատվածներ Փամբա գետի հունի երկայնքով։ Նավակներով իրականացվում են մակերեսային զնումներ, իսկ ջրասուզակները աշխատում են հատկապես այն հատվածներում, որտեղ հոսքը ուժեղ է և տեսանելիությունը սահմանափակ։ Ներքին գործերի նախարարությունից պարբերաբար հայտնում են, որ որոնումները շարունակվում են առանց դադարեցման։ Նշվում է, որ բոլոր հնարավոր ուղղությունները դիտարկվում են հաշվի առնելով գետի հոսքի առանձնահատկությունները, ջրի մակարդակի փոփոխությունները և նախորդ օրերի տվյալները։ Միաժամանակ իրականացվում է դեպքի հանգամանքների քննություն պարզելու, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը և ինչ հանգամանքներում են երեխաները հայտնվել գետի հատվածում։ Դեպքը լայն քննարկում է առաջացրել նաև սոցիալական ցանցերում։ Շատ օգտատերեր իրենց աջակցությունն են հայտնում ընտանիքին և փրկարարներին։ Մյուսները բարձրացնում են անվտանգության խնդիրները հատկապես այն վայրերում, որտեղ երեխաները հաճախ են անցնում առանց վերահսկողության։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև այն փաստին, որ նման տարածքներում հաճախ բացակայում են պաշտպանիչ ցանկապատեր կամ զգուշացնող նշաններ։ Փրկարարները նշում են, որ աշխատանքները կշարունակվեն մինչև հնարավոր բոլոր հատվածների մանրակրկիտ ստուգում։ 13-ամյա աղջկա գտնվելու վայրի վերաբերյալ պաշտոնական հաստատված տեղեկություն այս պահին չկա։
Վերջին օրերին որոնողական աշխատանքները Փամբա գետի հատվածում անցել են ավելի բարդ փուլ։ Փրկարարական խմբերը նշում են, որ գետի որոշ հատվածներում հոսքի արագությունը եւ տեղանքի բարդությունը զգալիորեն սահմանափակում են տեսանելիությունն ու աշխատանքի արագությունը։ Այդ պատճառով որոնումները տեղափոխվել են նաև ավելի լայն գոտի, ներառելով գետի հոսքի ուղղությամբ ավելի հեռու հատվածներ։ Սա արվում է այն ենթադրությամբ, որ ուժեղ հոսքը կարող էր տեղափոխել ցանկացած հնարավոր գտածո կամ առարկա զգալի հեռավորության վրա։ Միևնույն ժամանակ աշխատանքները չեն կենտրոնանում միայն ջրի մակերեսի վրա։ Փրկարարական խմբերը զուգահեռ ուսումնասիրում են ափամերձ տարածքները, կամուրջների տակ գտնվող հատվածները եւ այն վայրերը, որտեղ գետի հոսքը փոխում է ուղղությունը։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ որոնողական գործողությունները կազմակերպված են բազմաշերտ ձևաչափով։ Մի խումբ աշխատում է ջրում, ջրասուզակների ներգրավвամբ, երկրորդ խումբը զննում է ափերը, իսկ երրորդ ուղղությունը օդային վերահսկումն է ԱԹՍ-ների միջոցով։ Այս համակցված մոտեցումը թույլ է տալիս առավել մանրամասն պատկեր ստանալ գետի ամբողջ հատվածի վերաբերյալ։ Բացի այդ, որոնողական աշխատանքները իրականացվում են շարունակական ռեժիմով, հերթափոխային համակարգով, որպեսզի գործընթացը չդանդաղի օրվա եւ գիշերվա տարբեր ժամերին։ Միաժամանակ իրավապահ մարմինները շարունակում են դեպքի հանգամանքների ուսումնասիրությունը։ Քննության շրջանակներում վերանայվում են ականատեսների ցուցմունքները, տարածքի տեսախցիկների հնարավոր տվյալները, ինչպես նաև այն երթուղիները, որոնք երեխաները կարող էին օգտագործել դեպքի օրը։ Նպատակն է վերականգնել ամբողջական պատկեր հասկանալու, թե ինչ հանգամանքներում են երեխաները հայտնվել գետի հատվածում։ Վանաձորում եւ հարակից բնակավայրերում դեպքը շարունակում է մնալ քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Շատ բնակիչներ նշում են, որ նման դեպքերը կրկին ուշադրություն են հրավիրում երեխաների անվտանգության հարցերի վրա, հատկապես այն վայրերում, որտեղ բաց ջրային տարածքները գտնվում են բնակելի հատվածներին մոտ։ Միաժամանակ համայնքի անդամները շարունակում են աջակցել որոնողական խմբերին, ինչպես տեղեկատվության տրամադրմամբ, այնպես էլ տեղում մասնակցությամբ։ Այս պահին որոնողական աշխատանքները շարունակում են առանց ընդհատման։ Պաշտոնական տվյալներով դեռևս չի հայտնաբերվել որևէ նոր հաստատված տեղեկություն 13-ամյա աղջկա գտնվելու վայրի վերաբերյալ։ Փրկարարները շարունակում են ընդգծել, որ աշխատանքները կշարունակվեն մինչև բոլոր հնարավոր ուղղությունների մանրակրկիտ ստուգում։ Այս դեպքը, որը սկսվեց որպես մեկ պարզ ահազանգ, այսօր դարձել է երկարատև որոնողական գործողություն, որի ընթացքում ներգրավել են բազմաթիվ պետական եւ կամավորական կառույցներ։ Փամբա գետի հատվածում շարունակվող աշխատանքները արդեն օրեր շարունակ չեն դադարեցվում եւ փրկարարական ծառայությունները օգտագործում են բոլոր հասանելի միջոցները։ Միևնույն ժամանակ իրավապահ մարմինները շարունակում են դեպքի հանգամանքների ուսումնասիրությունը։ Այս պատմությունը եւս մեկ անգամ բարձրացնում է կարևոր հարց՝ երեխաների անվտանգության, վերահսկողության եւ վտանգավոր տարածքներում տեղաշարժի կանխարգելման մասին։ Հատկապես նման գետային հատվածներում, որտեղ հոսքը կարող է շատ արագ փոխվել, ցանկացած անուշադրություն կարող է ունենալ ծանր հետևանքներ։ Այս պահին բոլորի ուշադրությունը շարունակում է մնալ որոնողական աշխատանքների վրա, հույսով, որ կհաջողվի ստանալ որևէ նոր եւ հստակ տեղեկություն։ Մենք շարունակենք հետևել դեպքի զարգացմանը եւ կներկայացնենք նոր տվյալներ դրանց հրապարակման դեպքում։